Պարոն Մկրտչյան, իրավախախտումը կատարվելու վայր, ասենք ես զանգահարում եմ 102, հրավիրում եմ ոստիկաններին, որ վարչական ակտ կազմեն, ուրեմն ով է հետևելու, ով է ստիպելու, որ այդ ոստիկանները գան ներկայանան ուրեմն կանչման վայրը եւ իրանք այդքան իվիճակի են, այդ տրամաբանական բանը իրանք ունեն կամ այդ կրթությունը, որ ինչ-որ իրավական վարչական ակտը կազմելու, որովհետև ես ձեզ օրինակ բերեմ, իմ վրա իրավական վարչական ակտ են կազմել 100,000 դրամ, որ ես գտնվել եմ կորոնավիրուսի կարանտինի ժամանակ փողոցում, հարցածագում, Անոթևանը փողոցում բադի չգտնվեր, բա որտե բդի գտնվեր 100,000 անձնից պահել են հացից փողը, ես սոված ծառավ փողոցներում եմ։ Ուզում եմ ասեմ, այդքան կա ոստիկանությունը, որ պայքարի այդ իրավախախտման դեմ, կամ էլ պայքարելու է, ինչպես միշտ իր շահից ելնելով, երբ իրանց պետք է պայքարում են։ Հետո ուրեմն գործառույթները իրանք չեն տիրապետում, ամբողջ ոստիկանությունը կոռումպացված է, հանցախմբերով են, ընձի առևանգում են, ընձի խոշտանգում են, ոնց պետք է պայքարի դրա դեմ, ես չեմ պատկերացնում, հարց ձեզ անձամբ ես կառավարության դիմացել եմ մոտեցել, հարց եմ տալի, ոստիկանությունը այդքան կա, որ պաշտոնյաների քննիչ, դատախազ, դատավոր դրանց, ուրեմն երեխեքի վրա ակտ կազմի, այդ է իմ հարցը, ես 100% համոզված եմ չի կազմելու, այդքան չկա ոստիկանությունը, որ զբաղվի այդ գործառույթներով։ Շնորհակալություն, պարոն Խալոյան, հարցի համար, եթե կարճ պատասխանեմ հարցին, այո, կա։